Հիմա ինչքան ավելի բութ եւ վատ զարգացած մարդ, այնքան ավելի հավանական է, որ Նիկոլական է, եւ իրենց կոմենտներով շատ հստակ երևում է ով է, ուստի հանգիստ շարունակեք ձեր կոմենտները գրել, ել ավելի եք ցույց տալիս, թե ովքեր են իրականում Նիկոլի էլեկտորատը։ Այնուամենայնիվ այսօր ես մի քիչ կոպիտ ստիպված կխոսեմ բոլորի մասին, եւ դա իհարկե ցավալի է։ Ու գիտեք, մտածում էի, որ Հայաստանում եւ հատկապես կանանց շրջանում շատ տարածված է այդ թյուր մոտեցումը, որ պետք է իգնոր անել, այդպես կոչված, կամ արհամարել, հա, ամբողջ չարիքը, եւ դա նման է այդ փոքր երեխան, որ վերմակի տակ մտնում է, ու ասում է ես խիզախորեն արհամարում եմ այդ բոլոր հրեշներին, բայց այդ հրեշները մանկական լուսաբացին անհայտանում են, սակայն Հայաստանի իրավիճակի հրեշները իսպառ չեն անհայտանում, եւ այդ խիզախորեն իգնոր անելը չի փրկում Նիկոլի չարիքից։ Եվ նայում ես շուրջը ու տեսնում ես ինչքան սարսափելի վիճակ է, եւ Նիկոլը պատրաստվում է հերթական կտոր հանձնել Հայաստանի Հանրապետությունից, եւ այդ ամբողջ չարիքը շատանում է այն պարագայում, երբ որ ժողովուրդը շարունակում է արհամարել ամբողջը։ Եվ միգուցե հենց այս արհամարանքով է բացատրվում, որ երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է Հայաստան, փոխարեն ամբողջ Բաղրամյան պողոտայի երկայնքով շարված լինեին արցախցիները, Սյունիքի բնակիչները, ընդհանրապես ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բոլոր ընդդիմադիր գործիչները եւ ընդհանրապես բոլորը, անխտիր բոլորը, փոխարենը երևի թե միայն մենք էինք եւ մեկ էլ Սերժի մարդիկ էին, ավելի վերևում Բաղրամյանի վրա եւ այլևս ոչ ոք։ Մյուս կողմից մտածում ես, բոլորը հիմա ձեռ են առնում, իհարկե ծիծաղալու է մի կողմից, ձեռ են առնում, թե ինչպես Նիկոլը խախտելով քաղաքավարության էլեմենտար նորմերը դիմավորեց, ու իրականում նույնիսկ չդիմավորեց էլ Վենսին, թե ինչպես իր կենակից այդ տարօրինակ զգեստը հագած, ու այդ բոլորը ծիծաղում են, ես չեմ ծիծաղում։ Ինձ համար ծիծաղալու չէ, ինչու, որովհետև իմ երկիրն է, մեր բոլորիս խայտարակությունն է։ Նիկոլը մեր բոլորիս խայտարակությունն է, այլ ոչ թե միայն ինքն իրեն։ Մյուս կողմից ես հասկանում եմ, այդ արհամարանքը որոշակի ձևով կներեք, բայց հասնում էր։ Ինչու, որովհետև մինչև 18 թվականը Հայաստանը շատ փոքր է։ Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, եւ բոլորը էլ երևի թե կհիշեք, թե ինչպես մինչև 18 թվականը բոլորը խոսում էին, թե ինչպես է ԱՄՆ-ն հերթով հրավիրում բոլոր պոտենցիալ տեխնացուներին, առաջնորդների եւ հարցնում, ով համաձայն կլինի վաճառել Արցախը։ Նիկոլը համաձայնվեց, ու հետո երևի թե ոչ ոք չէր սպասում, որ այս չափ դավաճանություններ կանի, ու երևի ախորժակի նման այդպես ուտելու ժամանակ կամ իր պարագայում դավաճանելու ժամանակ ախորժակը բացվեց եւ ել ավելի դավաճանություններ այդ ձնագնդի նման շատացան եւ տարածվեցին։ Մյուս կողմից մտածում ես, որ լավ, հիմա հանում էինք ժողովրդի դեմ իր ծանր հրետանին, որ ես պարագայում Վենսի տեսքով, բայց Ամերիկայում ցանկացած մարդուն հարցնես որտեղ է Հայաստանը, բոլորը կասեն Armenia, is it West Coast or East Coast եւ ոչ ավել դրանից։ Ու Թրամփը, որ համարում է, որ ինքը իբր թե խաղաղության առաջնորդ է, բայց իրականում այլասերված խաղաղության փաստացի ոչ այլ բան, քան խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ու Նիկոլը հանելով այդ ծանր հրետանին ժողովրդի դեմ, ժողովրդի, որի ճնշող մեծամասնությունը ատում է իրեն, ոչ թե չի սիրում ոնց որ նախկինների մասին էր, ատում է, այնպես ինչպես ոչ ոք երևի թե երբևիցե չի ատել իր երկրի ղեկավարին։ Սա արդեն իսկ սարսափելի է, բայց ել ավելի սարսափելի է այս ամբողջ իրավիճակը, որը մենք ունենք։ Եվ երբ որ մտածում ես սա իշխանություններն են, ահավոր դավաճան հանցագործ, որովհետև շարունակաբար խախտում են քրեական օրենսգիրքը եւ Սյունիքի այս ամբողջ տրիպը եւս հանցագործություն է ըստ քրեական օրենսգրքի, որովհետև խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ նայում ես մտածում ես իսկ ընդդիմությունը ինչ։ Ու նայում ես հերթով, նայում ես ՀՀԿ-ն, այդ փողոցային լեզվով ասած յանա տվել, այսինքն ընդհանրապես գրեթե չի մասնակցում քաղաքական գործընթացներին եւ միակ բանը, որ պարբերաբար անում են, դա նորանոր քարտեր են բացում այն պարագայում, որ խաղաքարտի այդ ամբողջ պարտիան արդեն վաղուց պարտված եւ փակված է։
Մյուս կողմից նայում ես Քոչարյանին, որ սարսափում ես, հասկանալով, որ իրեն չեն սիրում, ինքը իր իսկ թիմը վարի է տալիս։ Իր իսկ թիմը ստորացնում եւ նսեմացնում է։ Ու միաժամանակ գիտեք այդ չարախնդությունը սարսափելի, որ մտածում ես ոնց։ Ինչ չարախնդություն, եթե մենք մի նավակում ենք եւ այդ նավակը խորտակվում է բոլորիս համար։ Բայց մյուս կողմից նայում ես ու գիտեք այդ մանկական խաղի նման, երբ որ մենք իր դեմ խոսում ենք, իրենք էլ ասում են, դե որ այդպես է, մենք մեր ընդդիմադիր ալիքները ձեզ չենք տա, այն մանկապարտեզի խաղալիքների նման կամ գարշոկ, ես քեզ չեմ տա իմ խաղալիքը, որովհետև դու իմ դեմ բան ես խոսում։ Էժանագին նման մոտեցմամբ քաղաքականություն չեն կարողանում տանել առաջ։ Մյուս կողմից նայում ես դաշնակցությունը ու մտածում ես դաշնակցության են հին երգերը բոլորս երգում ենք մանկությունից ի վեր, հիմա մեռանք սպասելով թե այդ երգին համապատասխան երբ է ի վերջո ժողով անելու դաշնակցությունը։ Բայց ինչ ժողով էլ չեն անում։ Ես չգիտեմ կա արդյոք դաշնակցություն հիմա թե ոչ։ Ու հետո այդ ամբողջի հետ մեկտեղ գալիս ես տեսնում ես այն հերթական խայտարակությունը, որ ընդհանրապես ամոթ է անգամ խոսել, դա այդ մեր ձևովը, որովհետև երբ որ մեր ձևովը նոր եկավ, բոլորի մոտ, իհարկե ինչ-որ հույսեր առաջացան, բնականաբար, որովհետև այն առաջի հայտարարությունը, որ իրենք արեցին հայարակելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար եւ մենք էլ ենք պաշտպանում ու մենք բոլորս ուրախացանք, որ հիմա ինչ-որ բան կսկսի փոխվել։ Հետո սկսեցինք հարց տալ, լավ վերջը չիմացանք այդ մեր ձևովը, ինչ ձևովը, հիմա արդեն ամբողջը պարզ է։ Մոռացվեց իրենց կողմից, որ իրենք եկան ընդհանրապես եկեղեցին պաշտպանելու համար։ Հետո այդ մեր ձևովը ինչ եղավ, եթե դա փող թափ տալով է, այսինքն ամբողջ տենց փող լցնելով ու դրանով ինչ-որ տեղեր ստանալով ի վերջո ազգային ժողովում, ապա նոր ձև չէ, որովհետև 90-ականներից ի վեր այդ ձևն էր Հայաստանում գործում եւ հենց այդ ձևը պատճառ դարձավ, որ հետագայում հնարավոր եղավ, որ Նիկոլի նման տականքները գան իշխանության։ Դրա համար դա հին ձև է, բայց մյուս կողմից նայում ես ու մտածում ես, որ ասում ես 300,000 նոր աշխատատեղ, շուկայական հարաբերություններ են, հիմա դու չես կարող այդ 300,000 աշխատատեղերը բացես, դրա համար անպայման պետք է ազգային ժողովում լինել արդյոք։ Եվ երբ որ այդ արհեստական ինտելեկտով իրենց հոլովակները, որ ամբողջ ժողովուրդը ծիծաղում է եւ հեգնում է այդ հոլովակները, բայց մյուս կողմից մտածում ես Հայաստանի Հանրապետության օրենքն եք դուք AI-ով փոխելու։ Բայց հետո նայում ես, ասում ես լավ, ոնց որ 90-ականներից եկած ու 90-ականների մեջ մնացած մարդիկ են, որովհետև անոնց մեջ ասում են մենք տնտեսությունն ենք զարգացնելու, մենք աշխատատեղեր ենք ստեղծելու։ Աու, մենք դրա մասին չենք, տնտեսության հարց չէ, մենք Արցախը կորցրեցինք, որովհետև Դավաճանը վաճառեց Արցախը, Դավաճանը հիմա վաճառում է Սյունիքը, Դավաճանը պատճառ դարձավ, որ 150,000 արցախցի զրկվեցին տներից, Դավաճանը պատճառ դարձավ, որ թուրքերը լցվում են Հայաստան ամբողջությամբ, Դավաճանը պատճառ դարձավ, որ տգիտությունը դարձավ ոչ թե նորմալ դրոշ բոլորի համար, Դավաճանը պատճառ դարձավ, որ մենք ոչ թե չգիտենք երեխաները հետո ոնց են ապրելու, մենք արդեն չգիտենք ընդհանրապես որտեղ են ապրելու մեր երեխաները։ Որովհետև մենք ընդհանրապես վստահ չենք, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն է ունենալու, քանի դեռ Նիկոլն է իշխանության, իսկ դուք տնտեսության մասին եք խոսում։ Ես ասեմ, ես ցավոք սրտի, ես ընդհանրապես նույնիսկ չեմ էլ հավատում, որ ինքը նստած է։ Որովհետև եթե ինքը նստած լիներ, ապա Նարեկը կգար եթերում, երբ որ գնաց պետուի մոտ, կգնար ու կասեր անընդհատ, որ ապօրինի նստած են, որ ապօրինի ձերբակալություններ են, որ 4 սրբազան նստած է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանում, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Բայց այդ ամբողջը անտեսած, խոսում էր պղնձի մասին։ Պղնձի? Մենք պղնձի խնդիր ունենք հիմա։ Զարհուրելի է, սարսափելի, ու մտածում ես ոնց եղավ, որ ընդհանրապես նման բաներ հնարավոր են դառնում, որ ցանկացած մարդով փող ունի կարող է գալ ու հայտարարել, որ ինքը փոփոխելու է օրենքները, որպեսզի ինքը լինի։ Մենք նման փոփոխություններ չենք ուզում։ Ու դրա համար ես ասում եմ ամենակարևոր հետևյալն է նորից հարցը դա չէ, որ ես հիմա բոլորի մասին ինչ-որ վատ բաներ եմ ասում, հարցը դա չէ, ես նորից պահանջում եմ, որ եթե ընդդիմադիր եք հիրավի, այն բոլոր ուժերը, որ իրոք իրենց համարում են ընդդիմադիր, պետք է միավորվել։ Քաղաքական կուսակցությունները չեն միավորվում
Բացառենք այդ քաղաքական կուսակցություններին, մարդիկ բոլոր այդ թվարկված ուժերում եւ ՀՀԿ-ում կան հիանալի մարդիկ, եւ Քոչարյանի թիմում հիանալի մարդիկ կան, եւ ընդհանրապես Հայաստանում հիանալի մարդիկ կան, եւ այդ մարդիկ պետք է միավորվեն եւ մեկ ճակատով հանդես գան, որովհետեւ այս պահին մենք ունենք մեկ խնդիր, մենք ունենք դավաճան հանցագործ իշխանություններ, որոնցից պետք է անհապաղ ձերբազատվել, դատել նրանց եւ հետո նոր մտածել, թե ինչպես ենք փրկում Հայաստանը այս իրավիճակից։ Եվ դրա համար մեզ պետք է առաջին հերթին ժամանակավոր իշխանություն ձևավորել, որը կկարողանա այս ամբողջ հարցերը կարգավորել, լուծել։ Ու դրա համար նայում ես մտածում ես, իսկ նրանք ովքեր խոսում են միանալու մասին, գիտեք ոնց են խոսում, ես վերջերս որ այն ժողովների գնում ես կամ լսում ես ժողովների մասին, հասկանում ես, որ այն անեկդոտը, որ կար, որ մեկը գնում է գայի, որպեսի քննություն հանձնի ու իրավունք քշելու ստանա, հետո հենց նստում է տեսուչ ասում է դուրս արի մեքենայից դու չես հանձնել, ասում է ինչու, բայց ես նոր եմ նստել, ասում է այո, բայց դու հետևի նստարանին ես նստել։ Այդպես եթե դուք մինչև հիմա վախենում եք բացահայտ անվանել ամբողջը ինչ որ տեղի ունենում չարիք, եթե դուք մինչև հիմա վախենում եք ակնհայտորեն մեղադրել Նիկոլին դավաճանության հանցագործությունների եւ այդ ամբողջ չարիքի մեջ, ապա մի համարեք ձեզ քաղաքական գործիչներ։ Եվ դրա համար այդ միակ տարբերակը դա ճակատն է։ Եվ ինչպես ես եմ տեսնում լուծումը, ապա այո, բոլոր առողջ ուժերը պետք է անհապաղ միանան եւ մեզ պետք է հոգեվոր առաջնորդ։ Մենք անընդհատ նորից ու նորից խնդրում ենք, որ հոգեվոր առաջնորդը լինի Միքայել Սրբազանը, որովհետև իրեն դրսևորեց հենց որպես հոգեվոր առաջնորդ առաջին հերթին, եւ հենց դա է մեզ համար ամենակարևորը։ Եթե ինքը հրաժարվի, ապա նորից կարելի է դիմել, խնդրել, որպեսզի հոգեվոր առաջնորդ լինի, որ ղեկավարի այս ամբողջը, նորից դա կարող է լինել ժամանակավոր իշխանություն, որին կհաջորդի արդեն նորմալ ընտրություններ եւ նորմալ ձևով մենք կհասկանանք, թե ինչ ծրագիրն է ավելի լավը, որպեսզի Հայաստանը այս սարսափելի իրավիճակից եւ անդունդից փրկվի։ Եվ մի փոքր բան էլ եւ այսքանով ավարտեմ, շատերը մեզ հարցնում են իսկ ինչու մենք չենք առաջադրվում։ Եվ մենք կարող ենք իհարկե առաջադրվել, եւ դեռ ավելին մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության խելացի մարդիկ հենց մեզ էին ընտրելու, բայց մենք հետաքրքրված չենք իսպար քաղաքականության մեջ։ Եվ դեռ ավելին մենք ցավում ենք, որ այս ամբողջ տարիների ընթացքում ինչ Նիկոլն է, մենք ստիպված ենք նորից ու նորից քաղաքական ելույթներով հանդես գալ, զուտ որովհետև մենք պայքարում ենք չարիքի դեմ, եւ մեր սուրբ պարտականությունն ենք համարում պայքարելու չարիքի դեմ, մինչև վերջ։ Այնուամենայնիվ մենք չունենք քաղաքական տեսլական, հանգստացեք բոլորը։